Բիզնեսում ամենաթանկը ոչ թե փողը, այլ ժամանակն է, ու մարդիկ, ովքեր հասկացել են դա, սովորաբար մենակ չեն խաղում։ Հայաստանում ձևավորվում է նոր մշակույթ, ոչ թե պարզապես ակումբ, այլ համայնք, որտեղ գործարքները սկսվում են ծանոթությունից, ծանոթությունները վստահությունից, իսկ վստահությունը ճիշտ միջավայրից։ Սա Rexus ակումբն է։ Կոնսերտ ծառայությունները Հայաստանում ոչ մեկ չէր ճանաչում, չգիտեր, ու փորձեցի ակումբային հարթակով մատուցենք։ Կոնսիերժ ծառայությունն է այն հիմնաքարերից մեկը, որի հիման վրա ստեղծվել է Rexus-ը Հայաստանում։ Ակումբի տնօրենը այս ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Concierge Plus ընկերությունը գործունեությունը սկսել է Փարիզից, հետո ընդհանուր Ֆրանսիա եւ ընդամենը մի քանի տարում ծառայությունն ընդգրկել է գրեթե ամբողջ աշխարհը։ Բայց Հայաստանում կոնսիերժի նույն ինքը անձնական քարտուղարի կամ պրեմիում ասիստենտի մասին ճիշտ պատկերացում դեռ չունեն, մինչդեռ կայացած մարդկանց համար սա ուղղակի փրկություն է։ Որպես անձնական քարտուղար ամեն հարցով մենք մարդկանց կողքն ենք։ Գնումներ, նվերների առաքում, ամրագրումներ, հատուկ հարցումների իրականացում, ճամփորդությունների կազմակերպում ու նույնիսկ կենցաղային հարցերի լուծում։ Բազմաթիվ են կոնսիերժի ծառայությունները, որոնք կխնայեն յուրաքանչյուրի ժամանակը։ Ընդ որում, այս ամենը 24/7 ձևաչափով Rexus-ը հենց այս առավելությունն է տալիս իր անդամներին։ Շնորհակալական խոսքեր շատ ունենք, ասում մենք չէինք պատկերացնում, ոսեցա ես կաբինետում նստած կարողանում եմ ինչ-որ հարցեր լուծել, որը որ այդ ժամանակահատվածով, որ իմ տեղը անում եմ, ես ուրիշ գործ եմ անում, ոնց որ իմ համար ավելի լավ է ու ավելի հանգիստ եմ։ Բայց Rexus-ը միայն ծառայություն չէ, այն միջավայր է, հարթակ, որտեղ բոլորը հավասար են, որտեղ բիզնեսը եւ լավագույն մասնագետները հանդիպում են մեկ տարածքում։ Այս ակումբի անդամ կարող են դառնալ ոչ միայն բիզնեսմենները, այլ նաև ամենատարբեր ոլորտների ճանաչված փորձառու մասնագետներ, բժշկից մինչև իրավաբան, հաշվապահից մինչև ճարտարապետ, կայացած մարդկանց համայնք է ստեղծվում, ինչը անհրաժեշտ է բիզնեսին։ Համայնքը դա ուժ է, քանի որ ամբողջ աշխարհում թե մոտեցումները, թե շուկան շատ արագ են զարգանում եւ միայնակ դու շատ ես դժվարանում հետևել այդ ամեն ինչին։ Իսկ եթե դու համայնքում ես, համայնքը քեզ տալիս է աջակցություն եւ արագ ադապտացում նոր փոփոխություններին ամբողջ աշխարհում։ Ակումբում արդեն ավելի քան 60 անդամ կա, ամիսը մեկ անգամ կազմակերպվում են փակ միջոցառումներ, ժամանց ու նեթվորք նոր ծանոթությունների ու արդյունավետ շփումների համար։ Հրավիրվում են այն մարդիկ, որոնք կարող են հետաքրքիր լինել հենց ակումբականներին։ Շատերի համար ծանոթություններն արդեն դարձել են պայմանագրեր, պայմանագրերը նոր բիզնեսներ։ Հումորային ավելի շատ ասեմ, ակումբի անդամ ունենք, որը որ իրականում շատ կայացած մարդ է ու ինքը միշտ ասում է, եթե դու Rexus-ի անդամ չես, ես քո հետ չեմ համագործակցում։ Ընդ որում, ակումբի ներսում ոչ թե դասեր են տալիս, այլ փոխանակվում փորձով։ Սա լուրջ ու արդեն ճանապարհ անցած մարդկանց մոտեցում է։ Բոլորը մեր մոտ ավելի շատ կայացած մարդիկ են ու իրենց համար ավելի կարևոր է փորձի փոխանակումը, քան դասընթացները։ Իսկ ակումբի անդամ դառնալը նաև շահավետ է, անդամակցության փաթեթում ներառված է բոլոր միջոցառումների մասնակցություն, ճամփորդության ապահովագրություն, վիզայի աջակցություն եւ նույնիսկ ամսական 5 գիգաբայթ ինտերնետ աշխարհի ցանկացած կետում, որ ակումբականը միշտ կապի մեջ լինի իր անձնական կոնսիերժի հետ։ Ակումբականի համար կկազմակերպվեն նաև անձնական միջոցառումներ, էլեկտրոնային փոստին կուղարկվի թիրախային միջոցառումների մասին տեղեկատվությունը, ու այս ամենի համար ոչ մի հավելավճար, ակումբի անդամավճարը փակում է բոլոր ծախսերը։ Այդ ամենը մենք ապահովում ենք, որ իրենք իրենց ժամանակը խնայեն եւ միշտ ապահովագրված լինեն։ Իդեպ Rexus-ը նաև բիզնես ճանապարհորդություններ է կազմակերպում, վերջինը Չինաստան։ Մասնակիցներից մի քանիսը վերադարձել են արդեն նոր պայմանագրերով ու համոզմունքով, որ հաջորդ ճանապարհորդությանը ել ավելի շատ են հանգստանալու։ Եթե մարդ աշխատի միշտ ծանրաբեռնված, ինքը թե աշխատանքից, թե միջավայրից, թե ինքը հոգնածություն ազգում։ Իսկ եթե միշտ փոփոխություն կա իր կյանքում, ինքը հետագայում նոր լիցքավորված ու ավելի շատ մտնում է աշխատանքի մեջ։ Լավ գործարքները հաճախ սկսվում են հենց սովորական շփումից։ Rexus-ը ճիշտ այդ հարթակն է, միջավայր, որտեղ մարդիկ միայնակ չեն փորձում լուծել իրենց բիզնես հարցերը ու նաև նայում են կյանքին նույն ուղղությամբ։